Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 21-ի համար։ Բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Գնանք այսպես քարտերով, հնարավոր է այս քարտերը փոխեմ։ Դեռևս չգիտեմ, դիմել եմ ընկերուհուս, գնում է իրենց երկիր, դիմել եմ, որպեսզի եթե լինի ինձ էլ բերի, որտեղ ուզում եմ փոխել այս քարտերը։ Մի փոքր արդեն փչացել են եւ դիմացից եւ հետեւից, երկուսն փչացել են։ Դրա համար տեսնենք, ինչ կասի։ Եթե լինի, ուրեմն մայիսից, որովհետև եթե լինի բերի, ապա մայիսին այստեղ կլինի, մայիսի 1-ով արդեն կարող եմ նայել մյուս քարտերով։ Այսքանը եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև հաջողություն ունեք յուրաքանչյուր գործերում այն ինչ որ կանեք, եւ այստեղ կամ տուն գումար է մտնում, կամ նաև դա կարող է լինել տուն եք գնում, տան իրեք գնում, ծախսեր եք անում տան համար, նաև այդպես է, կամ տուն եք գումար մտնում, տնից դուրս է գալիս գումար, ուղարկում եք ինչ որ մեկին միգուցե գումար, տան անդամներին կամ տան անդամներն են ձեզ ուղարկում գումար։ Ինչ որ ծախսեր են նաև, ծախսեր են, որոնք որ նաև կարող եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 21-ին։
Հարգելի ծուրեր, այդ օրը ինչ-որ մեկի հետ կվիճեք, հնարավոր է որովհետև սպասում եք, որ գրեն, սպասում եք ինչ-որ տեղեկատվության դրա համար եք վիճում։ Ամենայն դեպս ինչ-որ մեկին գրել եք եւ սպասում եք պատասխանեն ձեզ, սպասում եք WhatsApp փաստաթղթերի, որպեսզի փաստաթուղթը հանեք, տպագրեք, նաեւ տեղեկատվության նամակի, ինչ-որ բանի եք սպասում։ Այստեղ կարող է փաթեթ է դա, եւ դրան եք սպասում, շատ կարեւոր է։ Օրվա ընթացքում կամ օծեր են ձեզ զանգահարելու կամ դուք եք զանգահարելու այնտեղ օծ է լինելու եւ դուք կարող է ձեր գործերը հետ քնել չանի կամ այդպես ինչ-որ օծավարի վերաբերվի ձեզ։ Օրվա ընթացքում արդեն ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում, կարող եք հանդիպել ձեր սիրելին, ձեր երկրորդ կեսին կամ ձեզ հարազատ մարդկանց։ Նաեւ դա սիրո խոստովանություն է, դուք կանեք, ձեզ կանեն, սիրահարվեք, հարազատների շրջապատում կլինեք եւ շփում կունենաք կամ հանդիպում որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 21-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը առավոտյան կարող եք սիրահարվել, ձեզ սիրահարվեն, սիրո խոստովանություն անեք, ստանաք, ձեզ սիրված զգաք, գուցե լավ երազ եք տեսնում եւ արտանում եք այդպես ավելի հավեսով, ավելի տրամադրություն մի տեսակ ուրիշ ձև կողը ձեր սիրելին եք տեսնում երազի մեջ, բայց դեռ կարող է իրականում էլ եւս հանդիպել իրենց, խոսել իրենց հետ, ձեր հարազատ մարդկանց հետ կամ առավոտյան ինչ-որ մի բան լինի, որ այդպես ձեզ լավ զգաք։ Եվ ամիջապես արդեն օծեր կան նախանձ մարդիկ, ձեր այդ լավ վիճակից սկսում են նախանձել, այդպես վերաբերմունք իրենց կողմից չար, բամբասանք եւ այլն։ Օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, բայց վերջում վիճում եք ինչ-որ մեկի հետ, չգիտեմ ինչու, հետո հույսով եք, որ հաջողություն կունենաք։ Դուք կարողանաք հասնել դրան կամ այդ վեճը չի վնասի, դրա համար լավ մտածեք վիճելուց առաջ։ Այստեղ իրոք, հետո հույսով եք, որ կարող է իրոք մտածում եք վեճի գնով կհասնեք ձեր ցանկությանը։ Հույսով եք դա նոր դռներ կբացվի, հույսով եք դռները չի փակվի, հա, ձեր վեճով, եթե այդպես ինչ-որ մտքեր կլինեն ձեզ մոտ, մինչև վիճելը, ապա լավ կլինի, որ երկար մտածեք, հետո նոր մի շտապեք, ոչինչ մի շտապեք։ Հատկապես վեճի հետ կապված, որ մտածեք վեճով ինչ-որ բան կլուծեք։ Օրվա վերջ զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, միգուցե հարաբերությունները, միգուցե գործերը, եթե ինչ-որ մեկը հիվանդ է ինքը, հա, այստեղ ինչ-որ նման բաներ, որոնք բոլոր ոլորտներում դա կարող է տեղի ունենալ, առաջ խաղացումը, զարգացումը, յուրաքանչյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։
Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 21-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը որից էլ լուսավոր մի բան է տեղի ունենալու առավոտյան ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Բայց հետո տխրում եք, չգիտեմ ինչու, մեկ այլ բանը լավ է, մեկ այլ բանը տխրեցնում է ձեզ։ Գործերը կփորձեք առաջ մղել, ինչ որ երկար սպասված ոչ է, փաստաթուղթ կողեք ստանալ տեղեկատվություն, դրանից հետո կփորձեք ձեր գործերը առաջ մղել, նայել դա կարող է լինել թե փաթեթ է, որ մնացել էր ձեր գործերը եւ ստանալուց հետո կարողանում եք անել։ Այստեղ օրվա ընթացքում երկեսանի մարդիկ կան, գուցե իրենք են ձեզ հեղափոխում, գուցե այնքան եք տատանվում, ընտրության արժև եք կանգնած լինում եւ ստիպված եք լինում իրենից խորհուրդ հարցնել։ Դա երկեսանի է։ Պետք է հասկանաք, ումից որ այդ օրը խորհուրդ հարցնեք, ապա եկեղեցանի է կամ ուղղակի ձեզ կարող է հեղափոխել, ձեր մտքերը փոխել այդ օրը այդ անձնավորությունը։ Եվ ոչ է տղայի կողմից է այդ լուսավոր մի բան, օրինակ, այստեղ կարող է բանակից է ինչ-որ մի տղա ձեզ անակնկալ անում, միգուցե ձեր տղան, այսինքն միգուցե ձեր ամուսինն է, ձեր տղան է բանակում չի, բայց գալիս է, ինչ-որ մի պահ է, որ տղայի հետ է կապված, ձեր սիրելին կարող է լինել։ Նա իր կողմից է այդ լուսավոր, ոչ է մի բանը առավոտյան շատ շուտ։ Օրվա վերջ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ եւ հաջողություն կունենաք յուրաքանչյուր ոլորտում։ Եթե գնում եք վարսահարդար մասրավ, օրինակ այստեղ հանդիպեք մասնագետին, ապա հաջողությունը դա կարող է լինել նաեւ մազերը, շատ գեղեցիկ, շատ սիրուն կտրտեն, ներկեն եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 21-ին։ Հարգելի առուսներ,
Այդ օրը օձեր կան, նախանձ մարդիկ, առավոտյան, արդեն ձեր շրջապատում, եթե աշխատում եք մուտի աշխատանքի վայրում է, ունեն դեպս բամբասանքված վերաբերմունք, այդպես զզվելի մարդիկ։ Միգուցե իրենց հետ պայմանագիր եք կնքում, միգուցե ձեզ ամուսության առաջարկ են անում, նախանձում են, միգուցե դուք եք պայմանագիր կնքում շատ կարևոր տնօրենի հետ, ինչ որ մի կարևոր մի բան է եւ սկսում են նախանձել, սկսում են նաեւ բամբասել, այդ թեմայով սկսել խոսել։ Դա նաեւ հարսանիք է, կամ ձեզ հարսանիքի իրավիրել, կամ ձեր հարսանիքն է, պատրաստվում եք նաեւ դա ինչ ասես կարող է լինել։ Յուրաքանչյուր բանը, որը պայմանագիր է իրենց ներկայացնում, կամ ձեր հարսանիքն է, կամ ձեզ հրավիրում են, եւ դա մարդկանց մոտ նախանձություն է առաջացնում։ Ուշադիր եղեք օրվա ընթացքում, որպեսզի ձեզ չմոլորեցնեն, նաեւ դա ինչ որ անսպասելի մի բան է, այդպես կարող է բացահայտվել, փուչիկի նման ինչ որ պայթել։ Նաեւ տան հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, կարող է լինել տեղափոխություն, մաքրում, դասավորում եւ այլն հյուրեր կամ նաեւ առիթ կարող է լինել այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 21-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ որ մեկը վատ է, պարկած է, կամ դուք եք հիվանդ, պարկած եք, լավ չեք զգում, գլխացավ է։ Այստեղ 3 քարտն էլ դա է ասում, մարդը տխուր է, միգուցե զույգի հետ է վիճում եւ պարկում է, լավ չի զգում իրեն։ Կամ հիվանդանոցում եք, կամ հիվանդանոցում ինչ որ մեկը կա, կամ թույլ չեն տալիս, որ գնաք արձակուրդ, ձեզ հանգիստ է պետք, իրոք լիարժեք հանգիստ է պետք եւ դուք չեք կարող հանգստանալ, որովհետև ձեր զույգը չի աշխատում եւ իր հետ վիճում եք այդ հարցում, որպեսզի նա էլ մտնի աշխատանքի եւ դուք ինքնդ գոնե ինչ որ մի ձևով այդ բեռը ձեր ուսից հանեք եւ գոնե հանգստանաք, որտեղ եւս հանգստի կարիք կա։ Ու աշխատանքից եք կարող դուրս գալիս եք տուն հանգստանալու, բայց հանգստանալու հետ մեկտեղ այստեղ եւս, ինչ որ խոսակցություններ կան նաեւ ձեր զույգի հետ։ Միգուցե դեմ է, որ դուք եկել եք տուն հանգստանալու։ Միայն դա է, ոնց որ մարդը կամ գով վիճում եք ձեր ընտանիքի անդամների հետ, հետո իրենք են վատանում, եւս դա էլ պետք է հաշվի առնել։ Այսքանը ձեզ համար։ Նայեք ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանը նույնպես, եթե ձերը չէր, դա ոչ մեկ չի կարող ասի ով երբ իրեն վատ կզգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 21-ին։
Հարգելի կշարքներ, այդ օր առավոտյան կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում այնինչ որ կանեք, նաև եթե հիվանդ եք, ապա կապաքինվեք, եթե հիվանդ ունեք, ապա նա կապաքինվի, եթե վատ եք զգում, եւս ավելի լավ կզգաք ձեզ։ Նաև դա ինտիմ հարաբերությունները ոմանց համար։ Ինչ որ բան է ուշանում, մոտավորապես մինչև 2 ամիս կարող է ուշանալ 1.5-ից 2 ամիս։ Եվ երկար սպասված ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, հավրե փաթեթե, ոչ է փաստաթուղթ, ինչ որ կարևոր մի բան։ Բայց ընդհանրապես այս քարտով, եթե նայենք իր իրական նշանակությունը, որը ես շատ քիչ եմ օգտագործում, դա կարող է լինել ուղղակի արդեն անպետք է դա։ Այնքան է ուշանում, որ անպետք է։ Իր նշանակությունը դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 21-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հեռախոսը զանգ կստանաք, շատ կարևոր, միգուցե զանգահարում եք դուք ինքներդ։ Տան հետ կապված ինչ-որ մի բան է, որը հուզվում է, կամ մարդիկ են գալիս, կամ ինչ-որ մի բան է այստեղ հուզվում եք, ինչ-որ մի բան փուչիկի նման պայթում է, եւս էլի կարող եք հուզվել, կարող է դա լինել վատ լուր, կարող է լինել ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար, ոնց որ ամենաթեթև բանը, որը կարող եմ ասել, եթե վատով նայենք այստեղ, հա, եւ ամենաթեթևը դա նշանակում է եթե վարձով եք ապրում, կարող են ասել դուրս արի։ Տունը օրինակ վաճառել ենք, հա։ Դա եւս եւ փուչիկի նման պայթում է եւ վատ լուր է եւ հուզմունքի պատճառ կարող է լինել։ Եվ այստեղ եւս էլի վատ լուրը կարող է, հա, վատը ավելի վատ բան կարող է լինել։ Իսկ եթե ուրիշ ձև նայենք, այստեղ միգուցե տունը հյուրեր են գալիս, եւ այնպեսի հյուրեր են, որ տեսնում եք, հուզվում եք, կարող անակնկալ են ձեզանում։ Եվ դա եւս էլի կամ իմանում եք, որ գալիս են, էլի հուզվում եք, արագ դասավորում եք եւ այլն, եւ էլի նորից դա էլի փուչիկի նման պայթում է, մեկական թարթ ինչ որ մի բան է եւ ելք եք փնտրում այդ հարցին լուծում տալու համար։ Մի քանի տարբերակ կա այստեղ։ Օրվա ընթացքում կմտածեք, ծանրութեթև կանեք, ավելի շատ մտածում եք, քան ծանրութեթև եք անում, մտքերի մեջ կլինեք, կամ ինչ-որ մեկի մասն եք մտածելու, կամ ինչ-որ բանի մասն եք մտածելու։ Նաև հաջողություն ունեք, յուրաքանչյուր գործում այն ինչ-որ կանեք այդ օրը, ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ փաստաթղթեր կդասավորեք, կանեք, ինչ-որ հարցեր կլուծեք փաստաթղթերի հետ կապված, եւ նաև կարող է փաթեթ եք ստանում։ Նաև պետական հիմնարկությունները կարող է այնտեղ փաստաթղթերի հետ կապված այնտեղ եք։ Պետական հիմնարկության հետ կապված կարող է լինել հարցը, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Յուրաքանչյուր բան կարող է այնտեղից, բայց այդ թուղթ եք գնում վերցնում, այդպես։ Կամ մտածում եք, չգնամ այնտեղից թուղթ վերցնեմ։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Չի ուզում կանգնի։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 21-ին։ Հարգելի աղեղնավորներ, այստեղ ես մտածեցի, ինչ որ զարգանում է, առաջ է գնում, բայց ունենք այստեղ խոչընդոտները առաջ խաղացման հետ կապված։ Միգուցե առողջությանն է վերաբերվում, միգուցե իրոք հոգնել եք արդեն այդ process-ից, որ անընդհատ առաջ խաղացման համար պետք է պայքարել, կամ ինչ որ խնդիրներ կան, ինչ որ բաներ առաջ չեն գնում։ Եվ այդ օրը նույնպես, հա, եւ միգուցե առողջությանն է վերաբերվում, միգուցե այստեղ հանգստին է վերաբերվում, ուզում եք հանգստանալ, չեք կարողանում հանգստանալ, խոչընդոտներ կան, չեն թողնում։ Նաեւ այստեղ ավելի շատ զարգացում է, առաջ խաղացում, լավացում է առողջության եւս էլի, այստեղ խոչընդոտներ կան։ Դա կարող է լինել վեճից հետո, չնայած որ մինչև վեճն է, բայց կարող է նաեւ վեճից հետո է դա վիճում եք եւ ավելի է խոչընդոտներ լինում, կամ զգում եք, որ ինչ որ խոչընդոտներ կան, չի ստացվում, օրինակ թեկուզ գնացել եք հիվանդանոց, չի ստացվում ինչ որ մեկին տեսնել եւ այնտեղ վիճում եք։ Օրվա ընթացքում կտրուկ քայլ կարող եք անել, անսպասելի քայլ, անսպասելի մի բան նաեւ տեղի կունենա ձեզ մոտ։ Բայց այստեղ նաեւ անմտածված կտրուկ քայլ է, որը անմիջապես ինչ որ բան կմտածեք եւ կանեք։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, այստեղ ունեք հեռախոսազանգ, միգուցե հեռախոսով եք խոսելու իր հետ, եւ կարիերայի հետ կապված եւս խնդիրներ կան, դա վեճ է ձեր զույգի հետ։ Այստեղ արդեն ոչ թե կարիերան է խոսում, այլ ձեր կարգավիճակը։ Օրը կարծես թե այդքան էլ լավը չէ, երևի թե այնինչ որ ձեզ մոտ չի գնում առաջ, միգուցե իրոք հոգնել եք արդեն այդ process-ից, միգուցե հենց այդ ամեն ինչն է նաև կապված ձեր կարգավիճակի հետ, ձեր զույգի հետ։ Կամ ընդհանուր դա ազդում է ձեր հարաբերությունների վրա, չեք կարողում իրար հասկանալ այստեղ։ Կամ ձեր կարիերայի հետ է կապված, կամ իր կարիերայի հետ է կապված։ Այդտեղ յուրաքանչյուր բան կարող է լինել, կամ դեմ է, որ դուք այդ տեղ աշխատեք, հենց այդ կարգավիճակով աշխատեք, կամ դուք եք դեմ, ինքսը պետք է իր համար տեղափոխվեք մեկ այլ քաղաք, մեկ այլ տեղ։ Ինչ որ մի բան է այստեղ։ Վտանգ եք զգում օրինակ այդ աշխատանքի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։
Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 21-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, միգուցե այն լուրն է, որը ավելի ուշ էիք սպասում, մոտավորապես 1:30, այդպես, միգուցե սպասում էիք, կամ ինչ որ լավ լուր է, որը լավ բան է, որ օրինակ լինելու է 1.5 ամսից։ Այսինքն ձեզ համար դա լավ է, որ 1.5 ամիս դեռ ձգձգվելու է ինչ որ մի բան։ Ուզվում եք օրվա ընթացքում, միգուցե նաև արտասվում եք և երեկոյան գորգռում եք։ Դուք եք գորգռացողը, այնպես որ պետք է ձեզ կարողանաք տիրապետել, եթե չեք ուզում գորգռալ։ Երեկոյան ժամին եք գորգռում։ Միգուցե ինչ որ մի բան է տեղի ունենում, դրա հիման վրա եք, ոչ թե ինչ որ մեկի վրա եք գորգռում, այլ ուղղակի այդպես գորգռոցով պատմում եք, թե ինչ է տեղի ունեցել, ոնց որ կատաղում եք ինչ որ մի պրոցեսի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 21-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ որ մի բան է կանգնած կամ կգնաք երկար կմնաք ինչ որ մասնագետի մոտ, միգուցե նաև հուզվում եք, միգուցե արտասվում եք նաև այդ մասնագետի մոտ, միգուցե բժիշկ է, հոգեբան է, խոսում եք, հանգստանում եք, հուզվում եք, արտասվում եք և ամեն ինչ անցնում է։ Նաև մտածում եք ոչ է տղայի մասին, կամ ինչ որ մի բան կարող ձեզ առաջարկի և մտածեք իր առաջարկի մասին, կամ ուղղակի իր մասին եք մտածում, կարոտել եք օրինակ։ Գումար կամ կստանաք, կամ կծախսեք, բորբոքվում եք, բարկանում եք, միգուցե սեղանի շուրջ նստած կողամարկանց մեջ, ինչ որ մի բան է տեղի ունենում և ձեզ չեք կարողանում զսպել, այստեղ պետք է ուշադիր լինեք։ Կամ այդպես կատաղած գնում եք սեղանի շուրջ եք նստում ինչ որ մեկի հետ, կամ պատմում եք սեղանի շուրջ, նստած մարդկանց օրինակ այդպես ոգևորված, կատաղած, պատմում եք թե ինչ է տեղի ունեցել։
Այսքանը ձեզ համար միգուցե գումարի հետ է կապված։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 21-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, ոչ է ոլորտում դա կարող է տեղի ունենալ, տան հետ կապված հարցեր ունեք, միգուցե դա է, հյուրեր կարող են գալ, առիթ է, ծնունդ է, գործերն եք անում տան, առաջ եք գցում, այդպես կարող է նաև ավարտում եք, միգուցե տեղափոխվում եք, օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղայի հետ, միգուցե երկար մնում եք իր հետ, նաև նա կարող է ասել, որ ինչ-որ մի բան կանգնած է, ինչ-որ մի բան դանդաղում է, կամ սպասում եք այդ տղային, որպեսզի հանդիպեք։ Գոռգոռում եք նաև պետական հիմնարկությունում, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, բանկ եւ այլն։ Չեք կարողանում ձեզ տիրապետել եւ այնտեղ գոռգոռում եք։ Դե երկեսանի մարդիկ կան, ովքեր միգուցե կան ձեզ փորձել հանգստացնել։ Կամ այնտեղ ինչ-որ մի բան է կատարվում, հետո գալիս եք ինչ-որ մեկին եք պատմում եւ նույնն է դա էլի երկեսանի անձնավորությունը։ Երկեսանիների հետ եք այնտեղ վիճում, նյարդայնանում եք իրենց, որ իբր ձեզ ուզում են հանգստացնել կամ փորձում են մարդկանց մոլորեցնել, ինչու որտեղ կարող է երկար եք մնացել օրինակ այնտեղ։ Դա կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։